Այսօր քառորյա պատերազմի 9-րդ տարելիցն է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թվականի և 1995 թվականի համաձայնագրերը լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ապրիլի 5-ին ձեռք բերվեց կրակի դադարեցման պայմանավորվածություն։ Հայկական կողմն ունեցավ 100-ից ավելի զոհ, այդ թվում երեխա և տարեցներ։ Ադրբեջանի վերահսկողությանն անցավ Լեռնային Ղարաբաղի 800 հեկտար տարածք, եթե մինչև այս պատերազմը պարբերաբար սահմանային միջադեպեր էին արձանագրվում, 2016-ի ապրիլյանից հետո արդեն ակնհայտ էր, Ադրբեջանը խաղաղ բանակցություններով հարցը լուծելու մտադրություն չունի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու գործակցությունը Չեռնոգորիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով։ Վարչապետը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Իր հերթին Ֆիլիպ Իվանովիչը հայտնել է Չեռնոգորիայի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ջանքերին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցին և նշել, թե Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են։ Գերմանիայի նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ վերջին 30 տարվա ընթացքում մեծ ջանքեր են պահանջվել հակամարտությունը կարգավորելու, հարաբերությունները վերականգնելու, խաղաղության համաձայնագիրը համաձայնեցնելու համար։ Համաձայնագրի ստորագրումից հետո դեռ շատ տարիներ կպահանջվեն, որպեսզի այն իրականություն դառնա։ Հուսալի հաշտեցման համար երկար ժամանակ է պահանջվում և առաջին քայլը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Ես հավատում եմ, որ դա տեղի կունենա, հայտարարել է Գերմանիայի նախագահը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Տալինում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարկուս Ցաքնայի հետ։ Կողմերը քննարկել են երկրների միջև ոլորտային գործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները։ Եվրոպական խորհրդարանի կայանալիք լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկում տեղի կունենա։ Բրյուսելում Արմենպրեսի թղթակցի փոխանցմամբ քննարկումը կանցկացվի ապրիլի 3-ի նիստի ընթացքում։ Եվրոպական հանձնաժողովի անունից հայտարարությամբ հանդես կգա հանձնակատար Օլիվիեր Վարհելին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Անուշիկ Ավետյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ ՊԿ բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք, պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ իրականացված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների ու վարույթային գործողությունների շրջանակում։ Ընկերության իրավաբանական և գործունեության հասցեներում կատարվել են խուզարկություններ, առգրավել են նախաքննությանը հետաքրքրող իրեր ու փաստաթղթեր։ ՊԿ տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ հարկային հաշվարկներում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թեր հայտարարագրելու արատավոր երևույթից։ Հարավային Կորեայի պատմության մեջ ամենասաստիկ անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի, ևս 8 մարդ ծանր վնասվածքներ է ստացել, 36-ը թեթև։ Ավելի վաղ հաղորդվել էր 28 զոհի մասին։ Երկրի հարավ-արևելքում մոլեգնող անտառային հրդեհները վնասել են 4015 տուն, 1914 գյուղատնտեսական և անասնաբուծական օբյեկտ, 7 տաճար և 986 այլ շինություններ։ Իրանի պահվածքն ամբողջ աշխարհում սպառնում է ԱՄՆ-ի ազգային շահերին, այդ իսկ պատճառով նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսել է առավելագույն ճնշման արշավը վերջ դնելու Իրանի միջուկային սպառնալիքին, սահմանափակելու նրա բալիստիկ հրթիռների ծրագիրը և վերջ դնելու ահաբեկչական խմբավորումներին աջակցելուն։ Այս մասին ճեպազրույցում ասել է պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Ինչպես հայտարարել է նախագահը, Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ Նա նաև հստակեցրել է, որ Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա, ասել է խոսնակը։ Գազայի հատվածում ապրիլի 2-ի լուսադեմից ի վեր իսրայելական ռմբակոծությունների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել։ Իսրայելի 2 հարձակումների թիրախ են դարձել, այդ թվում Գազա քաղաքի հարավ-արևելյան շրջանները։ Իսրայելական ուժերը շարունակում են իրենց ռազմական գործողությունները նաև արևմտյան ափում, ընդլայնելով հարձակումները, խուզարկությունները և զանգվածային ձերբակալությունները Ջենինից հարավ գտնվող Կաբաթյա քաղաքում և այլ շրջաններում։
Իրանը վերահաստատում է, որ երբեք եւ ոչ մի դեպքում չի ձգտի, չի արտադրի կամ չի փորձի միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասել է Իրանի ագնախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին։ Դիվանագիտական շփումներն արդյունավետ են եղել անցյալում եւ կարող են արդյունավետ լինել նաեւ այսօր, այնուամենայնիվ բոլորի համար կարեւոր է հասկանալ, որ գոյություն չունի ռազմական լուծում, առավել եւս ռազմական տարբերակ։ Մերձավոր Արևելքում աղետալի ձախողումները, որոնք ԱՄՆ նախկին վարչակազմերին արժեցել են ավելի քան $7 տրիլիոն, խոսուն են, ասել է իրանցի դիվանագետը։